Տարվա վերջում տեղի կունենան բազմաթիվ իրադարձությունները, որոնք կազդեն մեր ապագայի վրա։ Աստղագուշակները կարծում են, որ այս ժամանակահատվածի ազդեցությունն ամենաուժեղը կզգան 5 կենդանակերպի նշաններին պատկանողները։ Ճակատագիրը նրանց դժվար ընտրություն է առաջարկում։ Նրանք բախվում են բազմաթիվ մարտահրավերներով լի իրավիճակների, որոնցից շատերը վճռորոշ կլինեն։ Սակայն այս մարդկանց համար բացվում են նոր հնարավորություններ և հեռանկարներ։ Կարիճներ։ Դուք պետք է վերանայեք ձեր ընտանեկան կյանքը, ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքին ու սիրելիներին, ինչպես նաև ձեր ընտանեկան պարտականություններին։ Ձեր խնդիրն է ճիշտ հաստատել ընտանիքի անդամների միջև հարաբերությունները։ Եթե ավելի հաճախ հոգ տանեք ձեր ընտանիքի մասին, ձեզ մոտ կհոսի հզոր էներգիա։ Դուք ունեք եզակի հնարավորություն բարելավելու ձեր ընտանեկան կյանքը։ Սովորեք օգնել նրանց, ում մասին հոգ եք տանում, բայց մի վախեցեք ընդունել նրանց օգնությունը։ Կարևոր է ամենուր զարգացնել վստահություն և փոխըմբռնում։ Ընտանեկան խնդիրները լուծելը շատ ավելի հեշտ կլինի, քան նախկինում։ Եթե դուք ունեք չլուծված խնդիրներ, հիմա ձեր հնարավորությունն է դրանք լուծելու։ Պատրաստվեք ամենաանկեղծ և անկեղծ զրույցներին։ Բոլոր փոփոխությունները անպայման դրական ազդեցություն կունենան ձեզ վրա։ Հարգեք ձեր սիրելիների անձնական սահմանները, ցուցաբերեք առավելագույն համբերություն։ Խոհեր։ Այս ժամանակահատվածում շեշտը կտեղափոխվի ձեր մասնագիտական գործունեության վրա։ Այս ոլորտում շատ բան կախված կլինի ձեր կազմակերպվածությունից և քաջությունից։ Դուք սովորաբար գործում եք կայծակնային արագությամբ, բայց ձեր աշխատանքի որակը երբեմն կարող է շատ բան թողնել ցանկալիի։ Սա հենց այն կետն է, որին պետք է ուշադրություն դարձնեք։ Եղեք հնարավորինս տրամաբանական և հետևողական։ Դուք կստանաք համագործակցության հետաքրքիր առաջարկներ, բայց պետք է հասկանաք այն պատասխանատվությունը, որը ստանձնում եք։ Դուք չպետք է մերժեք դրանք, բայց պետք է ավելի մանրակրկիտ և լուրջ դառնաք։ Անպայման սկսեք մշակել ծրագրեր։ Կենտրոնացեք թիմային աշխատանքի, ինչպես նաև անհատական համագործակցության վրա։ Մի վախեցեք լրացուցիչ պատասխանատվությունից, ժամանակ հատկացրեք վերականգնվելու համար։ Եթե մտածում եք աշխատանքը փոխելու մասին, պետք է սկսեք ձեր հմտությունները ստուգելու համար փոքր նախագծի վրա աշխատելով։ Աղեղնավորներ։ Այս ժամանակահատվածում դուք կկարողանաք ամրապնդել ձեր ֆինանսական դիրքը։ Այնուամենայնիվ, դուք պետք է ամեն ինչում առողջ դատողություն ցուցաբերեք։ Դուք կարող եք գտնել եկամտի նոր աղբյուր, հնարավոր է շահավետ գործարքներ և միանվագ վճարումներ։ Այնուամենայնիվ, խուսափեք շռայլությունից։ Փողը պետք է իմաստուն կերպով ծախսվի։ Գործնական մոտեցումը կօգնի ձեզ ստեղծել երկարաժամկետ անվտանգության ցանց։ Դուք պետք է մշակեք ֆինանսական ծրագիր մոտ ապագայի համար։ Մի մոռացեք կենտրոնանալ կրթության և մասնագիտական զարգացման վրա։ Դուք հնարավորություն կունենաք ստանալու երկար սպասված պաշտոնի բարձրացում։ Ճիշտ ձևակերպեք ձեր նպատակները։ Եթե գործեք իմաստուն և գործնական, հաջողությունը կգա ձեզ մոտ։ Ձկներ։ Այս ժամանակահատվածը չափազանց արդյունավետ կլինի ձեզ համար։ Դուք պետք է մտածեք, թե ինչպես ուղղորդել ձեր ռեսուրսները։ Ֆինանսական կայունությունը ձեր նպատակն է։ Այդ պատճառով դուք պետք է ուշադիր կարդաք փաստաթղթերը, ձևակերպեք բոլոր համաձայնագրերը և սահմանեք իրատեսական ժամկետներ։ Հնարավոր են մեծ դրամական հոսքեր։ Ցանկացած ֆինանսական հարցում պետք է լինի համակարգ։ Մի խառնեք աշխատանքը և անձնական կյանքը։ Դուք պետք է հստակ սահմանագիծ անցկացնեք այս ոլորտների միջև։ Ձեզ կարող է անհրաժեշտ լինել մասնագիտական օգնություն ֆինանսական հարցերում, ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մի մերժեք այն։ Դուք հնարավորություն ունեք ստեղծելու անվտանգության ցանց, որը կօգնի ձեզ հարմարավետ ապրել առաջիկա տարիների ընթացքում։ Կշեռքներ։ Այս ժամանակահատվածում դուք մեծապես կկենտրոնանաք աշխատանքի վրա։ Ձեզանից կպահանջվի չափազանց ճկուն լինել աշխատանքային բոլոր հարցերում։ Եղեք չափազանց դիվանագիտական բոլոր հարցերում։ Ձեր մտքերը հստակ ձևակերպեք։ Դուք միշտ չէ, որ պետք է համեստ լինեք։ Ձեզ կարող է հանձնարարվել ստեղծագործական նախագիծ, որտեղ կարող եք բացահայտել ձեր նոր կողմը։ Կենտրոնացեք նաև ձեր մասնագիտական կրթության վրա և կբարելավեք ձեր հմտությունները։ Սա զգալիորեն կամրապնդի ձեր դիրքերը թիմում և թույլ կտա ձեզ ապահովել պաշտոնի բարձրացում։ Շարժվելով առաջ, ձեզ կներկայացնենք հետաքրքիր մի հոդված։ Ինչու են խելացի կանայք մնում միայնակ։ Մի քանի բնորոշ սխալ հարաբերություններում։ Ժամանակակից հաջողակ կանայք հաճախ բախվում են մի տարօրինակ հակասության։ Չնայած կարիերայի բնագավառում ունեցած հաջողություններին, շփվելու հիանալի ունակություններին և բարձր ինտելեկտին, նրանք չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին։ Հոգեբաններն ու հարաբերությունների հարցերով
փորձագետներն առանձնացնում են մի քանի տարածված սխալներ, որոնք խանգարում են ներդաշնակ հարաբերություններ կառուցելուն։ Հարաբերություններում թույլ տրվող բնորոշ սխալները՝ փոխզիջման գնալու եւ սեփական սխալներն ընդունելու անկարողությունը։ Անկախությանը սովոր եւ բարձր ինքնագնահատական ունեցող կանայք կարող են համոզված լինել, որ ոչ ոք արժանի չէ իրենց ուշադրությանը։ Սա հանգեցնում է նրանց իդեալներին, չհամապատասխանող հավանական զուգընկերների անտեսմանը։ Կարևոր է մարդկանց սկզբում ընկալել որպես ընկեր, նախքան նրանց որպես հնարավոր զուգընկեր գնահատելը։ Ակնկալիք, թե հարաբերությունները կդասավորվեն ինքնաբերաբար։ Որոշ կանայք գտնում են, որ հարաբերությունները պետք է զարգանան բնական հունով, առանց երկու կողմերի ջանքերի, սակայն հաջողված հարաբերությունները պահանջում են ակտիվ ներգրավվածություն, անկեղծ շփում եւ սեփական անձի վրա աշխատելու պատրաստակամություն։ Բնավորություն եւ անվստահություն։ Անցյալի անհաջող հարաբերությունների բացասական փորձը կարող է անվստահության եւ նույնիսկ ագրեսիայի պատճառ դառնալ։ Կարևոր է սովորել ներել եւ մոռանալ վիրավորանքները, որպեսզի հին վերքերը չխոչընդոտեն նոր հարաբերություններ սկսելուն։ Յուրաքանչյուր հավանական զուգընկերոջ համեմատումն անիրատեսական չափանիշների հետ։ Զուգընկերոջ նկատմամբ բարձր պահանջներ ունենալը միանգամայն նորմալ է, բայց կարևոր է հասկանալ, որ կատարյալ մարդիկ գոյություն չունեն։ Մտածածին կերպարների հետ անընդհատ համեմատելը կարող է ի վերջո հանգեցնել միայնության։ Զուգընկեր գտնելու հարցում նախաձեռնող չլինելը։ Որոշ կանայք հույսը դնում են բախտի վրա, սպասելով, որ իրենց կյանքի տղամարդը կհայտնվի ինքն իրեն։ Սակայն ակտիվ լինելը, հասարակական միջոցառումներին մասնակցելը եւ նոր ծանոթությունների նկատմամբ բաց լինելը զգալիորեն մեծացնում են հաջողության հասնելու հնարավորությունները։ Չափազանց բարձր ինքնագնահատական։ Երբեմն կանայք կարծում են, թե իրենց հաջողություններն ու ձեռքբերումները մյուսների համար իրենց դարձնում են անհասանելի։ Սա կարող է արհեստական պատնեշ ստեղծել եւ վանել հնարավոր զուգընկերներին։ Խոցելի թվալու վախ։ Բացվելու եւ սեփական թուլությունները ցույց տալու վախը խանգարում է վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցելուն։ Խոցելի լինելու եւ սեփական ապրումներով կիսվելու պատրաստակամությունը նպաստում է զուգընկերոջ հետ խորը եւ ամուր կապ ստեղծելուն։ Ինչ անել։ Կարևոր է գիտակցել սեփական սխալները եւ աշխատել դրանք ուղղելու ուղղությամբ։ Ինքնազարգացումը, նոր ծանոթությունների հանդեպ բաց լինելը եւ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու կառուցել երջանիկ հարաբերություններ։